Այսօր պատիվ ունեմ ծառայելու ձեզ, մեր Տիրոջ ես վայրում։ Այսօրվա պատգամը անկեղծ ասած աղոթեցի եւ Տիրոջից ստացա մի պատգամ, որ տարեմուտին շատ համահունչ է, տարեմուտի համար շատ ակտուալ է եւ շատ կարեւոր։ Պատգամս 5 կետից է բաղկացած, այսինքն ոչ թե 5 կետից, այլ մարդկային 5 կատեգորիա բառը անկեղծ ասած փորձեցի թարգմանեմ, ստացվեց կոտեգորիա, դրա համար ավելի լավ է կատեգորիայով։ Մարդկային 5 կատեգորիաների եմ բաժանել։ Առաջի կատեգորիան մարդիկ են, ովքեր որ ընդհանուր պատգամից վերնագիրը բարի համբավ։ Բարի համբավ աշխարհում, բարի համբավ ժողովրդի մեջ, բարի համբավ այն միջավայրերում, որտեղ որ մենք լինում ենք, եկեղեցուց դուրս, բարի համբավ մեր ընտանիքներում եւ աշխարհում։ Առաջի կատեգորիան, որ պետք է անդրադառնամ, դա մեր սիրելի եղբայրներն են, ովքեր որ գտնվում են եկեղեցում, բայց ցավոք սրտի նրանց ընտանիքի անդամները, հատկապես կանայք, չեն գտնվում եկեղեցում։ Խոսքս տվյալ եկեղեցու մասին չի, խոսքս Աստծո եկեղեցու մասին է։ Մի ուրիշ բառերով ասած գտնվում են աշխարհում։ Ներողություն։ Առաջի կատեգորիան տվյալ եղբայրներին կվերաբերվի։ Երկրորդ կատեգորիան նույն տրամաբանությամբ կվերաբերվի մեր սիրելի քույրերին, որոնց ամուսիններն են եւ տան մնացած անդամներն են գտնվում աշխարհում կամ եկեղեցուց դուրս։ Երրորդ կատեգորիան դրանք աշակերտներ, ուսանողներ եւ ինքնազբաղվածներ, ռուսերեն самозанятый, այն մարդիկ, ովքեր որ չունեն իրենց տնօրեններ եւ չունեն ենթականեր, իրենք իրենց զբաղեցնում են աշխատանքով, աշակերտներ եւ ուսանողներ։ Չորրորդ կատեգորիան Աստվածաշունչը անվանում է ծառաներ եւ մշակներ, փորձեմ ավելի մեր դարաշրջանին համահունչ, ուղղակի աշխատողներ, մարդիկ, ովքեր որ աշխատում են ինչ-որ մեկի ենթակայության տակ, ինչ-որ մեկի իշխանության տակ։ Եվ վերջապես 5-րդ կատեգորիան կվերաբերվի այն մարդկանց, ովքեր հենց իրենք են ստեղծում այդ աշխատավայրերը, խոսքս կվերաբերվի տնօրեններին, այն մարդկանց, ովքեր ղեկավարում են եւ իրենց ենթակայության տակ ունեն մարդիկ։ Աստված թող իմաստություն տա ինձ եւ ձեզ, կարողանամ փոխանցել այն, ինչ որ Սուրբ Հոգուց ստացել եմ։ Առաջի կատեգորիա, սիրելի եղբայրներ, Առաջի Պետրոս 3:7 համարը։ Նույնպես եւ դուք ամուսիններ, նրանց հետ խոհեմությամբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի վերաբերվեք, պատվեք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցներ, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի։ Սիրելի եղբայրներ, ես գիտեմ, որ աղոթում ենք, գիտեմ, որ ծոմեր ենք վերցնում, եթե չենք վերցնում, եկեք անենք տենց, որպեսզի մեր տան անդամները, հատկապես մեր կանայք եւ մեր երեխաները ապաշխարեն։ Ժամանակները շատ մոտ են, Տիրոջ գալուստը շատ մոտ է եւ առավել եւս մենք չգիտենք մենք երբ ենք գնալու, դրա համար պետք է ավելի լրջանանք, պետք է ավելի լուրջ վերանայենք մեր քրիստոնեական կյանքը։ Մեր բարի համբավը մեր ընտանիքներում, որպես ամուսիններ, որպեսզի չլինեն գայթակղություններ։ Կնոջը պետք է վերաբերվենք, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսն է մեզ սովորեցնում։ Մենք պետք է լինենք տան գլուխը, մենք պետք է լինենք կնոջ գլուխը եւ մեր գլուխը պետք է լինի Տեր Հիսուս Քրիստոսը։ Եթե մեր գլուխը չլինի Տեր Հիսուս Քրիստոսը, ինչքան էլ որ մենք մեզանից գլուխ ձևացնենք, դիմացինը մեզ անգլուխ է տեսնելու։ Մարդկային հայկական ավանդույթներով դասերակած տունը ոչ մի երկար ճանապարհ չի ունենում։ Դա մեզ ցույց է տալի մեր այսօրվա կյանքը։ Եթե չկա Աստծուց տրված իմաստություն, եթե չկա Աստծուց տրված օրհնություն, եթե չունեք Աստծուց
տրված խոսք մարդկայինորեն դասերակված տունը լավ բանի չի տանում։ Երեխաները մեծանում են անշնորհք, կանայք չեն հնազանդվում ամուսիններին եւ այլ։ Լուծումը մեկն է, սիրելի եղբայրներ, շատ լավ է որ աղոթում եք, աղոթքը հզոր բան է, շատ լավ է որ ծոմեր եք վերցնում, շատ լավ է որ ավետարանում եք, շատ լավ է որ քարոզում եք։ Ժամանակն է ինքներս փոխվենք, ժամանակն է նմանվենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Մենք եթե չնմանվենք Տեր Հիսուսին, մենք չենք կարա մեր կնոջը ասենք արի գնանք հավատացյալ դարձի, որ ինչ անի, որ գա մեզ նմանվի, որ ինչ անի, որ գորգռա, որ ղժղժա, որ կռիվներ, որ հալածանքներ, որ չարչարանքներ։ Իհարկե ոչ, մենք պետքա մեր սեփական օրինակով բարի համբավ ունենանք մեր ընտանիքներում, որպեսզի մեր կանայք մեզ տեսնելով փնտրեն այն Աստծուն, որին մենք ենք երկրպագում։ Հաջորդը մեր սիրելի քույրերը, որոնց որ ամուսինները եկեղեցում չեն։ Դժբախտաբար մեծ քանակություն է կազմում եւ հայ ազգի մեջ եւ ամբողջ աշխարհում, չնայած որ եղբայրներ ունենք, որոնց կանայք եկեղեցում չեն, բայց մի կողմից ուրախություն ունենք, որ այդ տեսակը շատ քիչ է։ Բայց երկրորդ տեսակը, որ քույրերը եկեղեցում են, իսկ ամուսինները եկեղեցում չեն, բավականին շատ մեծ է։ Սիրելի քույրեր, մեծ գործ ունենք անելու։ Առաջի Պետրոս 3:1-2 համարները, 3-րդ գլուխ, առաջի 2-րդ համարները։ Խնդրում եմ շատ ուշադիր լսեք, թույլ տվեք, որ Աստծո հոգին ձեր սրտերի հետ խոսա։ Մի նայեք կողքիններին։ Այսօր դու եկել ես պատգամ ստանալու անձամբ քեզ համար։ Այդ կողքինն էլ ինքը իր համար կստանա։ Մի անհանգստացեք, ինքը կլսի։ Մի անհանգստացեք։ Իրան Սուրբ Հոգին ոնց որ ձեզ խոսա, նենց էլ իրան կխոսա։ Դուք ձեր սրտերը բացեք եւ պատրաստեք Աստծո խոսքին։ Նույնպես եւ դուք կանայք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, որpեսզի եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, ուշադիր լսեք, կանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն, տեսնելով ձեր երկյուղացության պարկեշտ վարքը։ Սիրելիներս, Պետրոս առաքյալը սովորեցնում է, որ հնարավոր է առանց խոսքի շահել ամուսնուն Քրիստոսի համար։ Դրա համար անհրաժեշտ է մի շատ գեղեցիկ բան՝ պարկեշտ վարք, բարի համբավ։ Սիրելի քույրեր, Աստված ընտանիքում կարգ է դրել Քրիստոս, ամուսին եւ հետո նոր կին։ Եթե այս դասակարգումներից ինչ որ մեկը իր տեղը խախտում է, Աստծո օրհնությանը մի սպասեք ուղակի, որտեղ Աստված ինքը իր խոսքին է մենակ հավատարիմ։ Աստված մեր ցանկություններին, մեր կիրքերին, մեր էմոցիաներին հավատարիմ չի։ Եղիր քո տեղում եւ օրհնությունը չի ուշանա։ Տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը ամուսինն է։ Հնազանդվեք ամուսնուն, խոնարհվեք ամուսնու առաջ։ Եթե նորից եմ ասում, նա Աստծո կամքից դուրս որևիցե բաներ չի անում։ Եթե Աստծո կամքից դուրս ինչ որ բան անում, միևնույն է հնազանդվեք, բայց ավելի շատ աղոթքով եւ ծոմապահությամբ փորձեք հաղթահարել։ Զորով ոչ մի բան չի լինում, սիրելիներս։ Տեր Հիսուս Քրիստոսին երբ որ հիշեք ավետարաններում, ամեն աշակերտին մոտենալուց ասում էր ինչ ունես չունես թող ու իմ ետևից արի, ու այդ անում էր մի անգամ։ Որովհետև նրա բարի վարքը, նրա սուրբ կերպարը, նրա կերպարանքը բավական էր, որ մարդկանց մեջ հավատ ներշնչեր, որ մեկ անգամ ասեր եւ նրա ետևից քայլեին։ Եթե մենք չունենք բարի վարք, եթե մենք չունենք բարի կերպարանք, եթե մենք չունենք բարի համբավ, 30 անգամ էլ ասենք ոչ մի ամուսին չի գնա կնոջ ետևից։ Որովհետև նա չի ուզում նմանվի ձեզ։ Նմանվեք Տիրոջը եւ բոլորը կցանկանան նմանվեն ձեզ։ Երրորդ կատեգորիան, որ պետք է անդրադառնամ, մեր սիրելի աշակերտներն են, ուսանողները եւ մարդիկ, ովքեր որ չունեն տերեր եւ չունեն ծառաներ։
Իրականում կարծում եմ, որ շատ տարեմուտին շատ ակտուալ թեմա է, որպեսզի մենք նորովի նորոգվենք մեր մտքերով եւ դուրս գանք աշխարհ, մեր միջավայրները, մեր դպրոցները, ուսումնական հաստատությունները, աշխատանքի վայրերը եւ նորովի ներկայանանք աշխարհին, նոր բարի համբավով, նոր բարի կերպարանքով։ Սիրելիներս, շատ մեծ է գայթակղությունը։ Ես ինքս եւ համոզված եմ դուք նույնպես մի քանի 100 անգամ լսել ենք։ Էդ էլա ձեր եկեղեցուց։ Էդ էլա հավատացյալ։ Էդ էլը դա քո կողքի նստածը չի։ Էդ էլը որոշակի ժամանակում դու ես լինում։ Գալիս է որ մի հատ ժամանակ, որ դու դառնում ես այդ էտելից։ Գալիս է կյանքում մի հատ իրավիճակ, որ չես կարողանում եւ պորտկվում ես, եւ հին մարդը քո մեջից դուրս է գալի, եւ դու դառնում ես այն ում մասին, որ խոսում է աշխարհը։ Ու շատ ցավալի է, որ մենք մեր վարքով, մեր արարմունքով գայթակղություն ենք առաջացնում։ Տեր Հիսուս Քրիստոսը շատ խիստ խոսք ունի։ Ասում է, անհնար է, որ գայթակղություններ չգան։ Բայց վայ նրան, որ ում միջոցով կգա, ավելի լավ էր մի ջաղած քար կապեր վզին եւ ընկներ ծովը։ Եվ դա չի վերաբերվում աշխարհի մարդկանց։ Դա վերաբերվում է հոգևոր մարդկանց, ովքեր որ էպիկենտրոնում են, ովքեր որ կենտրոնում են գտնվում աշխարհում, որոնք որ պետքա նմուշ եւ օրինակ ծառայեն մարդկանց։ Եվ մարդկանց ապաշխարության առիթ դառնան։ Սիրելի աշակերտներ, ուսանողներ, ինքնազբաղվածներ, դուք ամենաշատն եք շփվում աշխարհում տարբեր մարդկանց հետ, տարբեր տեսակ մարդկանց հետ։ Ձեր կյանքում կլինեն մարդիկ, որոնց հետ դուք ընդամենը մեկ անգամ հանդիպում կունենաք, նամանավանդ այսպիսի մեծ քաղաքներում։ Եվ այն տպավորությունը, որ դուք թողեք այդ մարդու մոտ, եթե դա լինի վատ տպավորություն, ցավոք սրտի դուք երկրորդ անգամ էլ հնարավորություն չեք ունեն այդ մարդուն ապացուցեք, որ դուք քրիստոնյա եք, որ դուք հավատացյալ եք, որ դուք շփոթվեցիք, սայթակեցիք, եւ այդ մարդը կգնա իր տպավորություններով ձեր նկատմամբ, գայթակղված, այդ են այդ հավատացյալները, եւ հետո շատ դժվար կլինի նրան նորից հետ բերել եւ հակառակը ապացուցել։ Ես ինքս երկար տարիներ եղել եմ այդ գայթակղության մեջ, չեմ ուզեցել նմանվել որոշակի հավատացյալների, ում որ ճանաչել եմ, բայց հետո փառք Աստծո հոգին այնպես դիպավ, որ այդ ամեն ինչը չորացավ իմ կյանքում այդ մտքերը։ Եփեսացիների 2-րդ գլուխ 10-րդ համար։ Քանզի նրա ստեղծագործությունն է Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք։ Դուք սիրելիներս Քրիստոսով հաստատված բարի գործերի համար եք ստեղծված։ Նա դրա համար է ձեզ ստեղծել, դրա համար է ձեզ առանձնացրել, դրա համար է ձեզ տնկել իր այգում, որպեսզի մեծանաք, որպեսզի աճեք, որպեսզի դուրս գաք եւ տարածեք Աստծո ավետարանը եւ որպեսզի բարի վկայություն, բարի համբավ ունենաք։ Եփեսացիների 4-րդ գլուխ 17-րդ համարից։ Արտիրոջով սա եմ ասում ու վկայում, որ դուք այլևս չընթանաք, ինչպես հեթանոսները, իրենց մտքի ունայնությամբ։ Նրանք խավար մտքով են Աստծո կյանքից օտարացած, այն տգիտության պատճառով, որ անզգայացած ագահորեն իրենց անձն անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ։ Բայց դուք Քրիստոսի կողմից այդպես չուսուցանվեցիք, որովհետև դուք լսեցիք նրա մասին ու նրանով սովորեցիք այն ճշմարտությունը, որ Հիսուսի մեջ է։ Հանեք ձեր վրայից հին ընթացք ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, եւ ձեր մտքով ու հոգով նորոգվեք ու նոր մարդուն հագեք։ Եվ Աստծո պատկերների համաձայն ստեղծված ճշմարտությամբ եւ սրբությամբ, որը արդարությունից է։ Արդ սուտը դեն նետելով դուք յուրաքանչյուր ոք ճշմարտությունը խոսի իր ընկերոջ հետ, քանի որ միմյանց անդամներ եք։ Եթե բարկանաք, մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Եվ սատանային առիթ մի տվեք։ Նա ով գողանում էր, թող այլևս չգողանա, ավելին թող աշխատի իր ձեռքերով բարիք գործել, որպեսզի կարիքավորին տալու բան ունենա։ Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա,
միայն այն, որ բարի է հավատի շինության համար, պիտանի, որպեսի շնորհ տա լսողներին։ Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար, ամեն դառնություն, բարկություն, սրտմություն, աղաղակ, հայություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քաղցր եղեք, գթած միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։ Սիրելիներս, Աստծո խոսքը մեզ հորդորում է, սովորեցնում է, որ մեր բերանից վատ խոսքեր դուրս չգան, եթե բարկանանք, չմեղանչենք, շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը նույնպես բարկացավ ավետարաններում, երբ որ հիշում եք տաճարում առևտուր էին անում, դա Աստծուց դրված զգացմունք է, դա Աստծուց դրված հատկություն է մեր մեջ, բայց մենք պետք է զուսպ լինենք, մենք պետք է կարողանանք սանձել, որպեսզի այդ բարկությունը մեղք չդառնա։ Եվ միջև արեգակի խավարումը պետք է մայր մտնելը պետք է կարողանանք հաշտվել այն մարդկանց հետ։ Նամանավանդ նորից եմ ասում, աշխարհում գտնվող մարդիկ, որոնք որ մի ստից բան է պետք, որպեսզի սատանան նրանց ականջին շշնջա եւ մի մեծ գայթակղություն դառնա։ Եթե ուշադիր լսեցիք, գրված է՝ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, համոզված եմ բոլորը շատ լավ լսել ենք այս արտահայտությունը բազմիցս, բայց եկեք նկատենք, թե ինչից հետո է գրված։ Գրված է, որ ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։ Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Տրտմեցնել Սուրբ Հոգուն գրված է անմիջապես նրանից հետո, երբ որ ձեր բերանից գրված է, որ պետք է բարի խոսքեր դուրս գա եւ ոչ չար։ Երբ որ մեր բերանից դուրս է գալի ոչ աստվածահաճո խոսքեր, մի կարծրատիպ կա, սիրելի ժողովուրդ, որ թվում է, թե միայն տղամարդկանց հայոյանքի մասին է խոսքը։ Հենց մի եղբայր ենթադրենք, իհարկե արգելվում է, չի կարելի, Քրիստոսի աշակերտը իրավունք չունի տենց բանել, բայց ես համոզված եմ, եթե մի եղբայր ուղղակի սայթակի բերանից հայոյանք դուրս գա, այն փողոցային հայոյանքը, որ մենք գիտենք, բոլորը բունտ կանեն, բոլորը կքարկոծեն, բոլորը ինչ ասես կասեն այդ եղբորը։ Բայց Աստվածաշունչը չի առանձնացնում։ Ասում են բարի խոսք դուրս գա ձեր բերանից։ Այդ հիմար բառը, այդ ապուշ բառը, այդ իբրև թե մենք մեղմացրել ենք դելա ոչինչ, դա նույն հավասարությունն է, ինչ որ տղամարդկանց հայոյանքը։ Եվ դրանից տրտմում է մեր Սուրբ Հոգին, որ մեր մեջ է բնակված։ Նամանավանդ աշխարհում մարդիկ, երբ որ անընդհատ մենք նրանց ուշադրության կենտրոնում ենք, գործի ժամանակ վրդովում ենք, գործի ժամանակ ինչ որ դեպքեր է պատահում եւ վատ բառերը մեր մեջից դուրս գա, մեր բերանից դուրս գալիս եւ աշխարհը գայթակղվում է դրանից։ Եկեք բարի համբավ ունենանք, սիրելի աշակերտներ, ուսանողներ եւ ինքնազբաղվածներ։ Բարի համբավ ունենանք մեր դպրոցներում, մեր ուսումնական հաստատություններում եւ ինքնազբաղվածներ, ովքեր որ անհատական շփվում են, ունեն իրենց հաճախորդները, ունեն իրենց որևիցե մի բնակավար, որտեղ շփվում են աշխարհի մարդկանց հետ, որ ամեն անգամ այդ մարդը, որ անծանոթ մի մարդ է, երբ որ պետք է օգտվի ձեր ծառայությունից, հիշեք, սիրելիներս, որ դուք Քրիստոսի ծառան եք, որ դուք Քրիստոսի աշակերտն եք եւ այդ մարդը շատ թանկ է Քրիստոսի համար։ Եվ այդ մարդը կորած է Քրիստոսից, հեռացած է Քրիստոսից, եւ այդ մարդուն դուք պետքա շահեք։ Ձեր այն գործունեությունը, որ պետքա այդ մարդու համար կիրառեք, թող դառնա երկրորդական, թող առաջնայինը լինի նրա հոգու փրկությունը։ Եվ դրա մեջ մեծ գործ ունի ձեր բարի համբավը։ Տեսել եք հիմա օձիվների դարը։ Մենք յուրաքանչյուրս համոզված եմ այստեղ նստած, մինչև օձիվները չկարդանք, ոչ մի բան չենք առնում։ Ձեր օձիվը, ձեր անձի վերաբերյալ, ներողություն այդ բառի համար, եթե ռուսերեն ասեցի, ձեր ինքնագնահատականը, որ նշվում է ձեր անվան տակ, հաջորդ հաճախորդի համար դա հիմք է հանդիսանում։ Ոչ թե մարմնավոր ծառայությունից օգտվելու, այլ որպես Քրիստոսին աշակերտ
Եթե դուք վարվեք, ապրեք Քրիստոսին, վայել Քրիստոսի հաճելի կյանքով, դուք այդ օձիվը չեք ունենա, այդ չեն այդ հավատացյալները։ Աշխատեք ձեր կյանքը կերտեք, ձեր կյանքը դասավորեք այնպես, որպեսզի դուք այդ օձիվը չունենաք ձեր անվան տակ։ Աշխարհիկ մարդիկ ինչքան էլ որ աշխարհիկ են, ինչքան էլ որ հոգևորից միգուցե եւ բան չեն հասկանում, բայց գոյությունի հոգևոր կյանք, օրինակ ես միջև ապաշխարելը շատ բաներ կար, որ զգում եմ։ Ես մարդուն տեսնում էի, զգում էի, որ այս մարդը всё-таки մի բան այն չի, նիտո, կներեք ռուսերեն բառեր եմ օգտագործում, հա, զգում եմ, որ այդ մարդու մեջ մի բան այն չի, ես այդ մարդուց բացասական ինչ-որ բան էի ստանում։ Հոգևոր կյանքը, թեկուզ մարդը տեղյակ չի գրականությանը, բայց ինքը ներքուս զգում է։ Դու արհեստական քրիստոնյա ես, թե իսկական քրիստոնյա ես։ Ու այս ինչ որ խոսվում է, ինչ որ հորդորվում է, ինչ որ խորհուրդ է տրվում, որպեսզի արվի աշխարհում։ Սիրելիներս, մենք մատուցողներ չենք, մենք շվեցարներ չենք դռան դիմաց կանգնած կեղծ ժպիտներով։ Մենք ինչ որ անենք, պետքա սրտի խորքից անենք, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա օգտագործել մեր վարքը, այդ մարդուն ապաշխարության բերելու։ Կեղծավորությունով ոչ միտեղ չենք հասնի, ավելավա բնական եղեք։ Առաջի Կորինթացիների գրքում ասում է, որ ինչ գործել որ անեք, ուտեք, խմեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Ինչ գործ որ կանեք, ուսանողներ, աշակերտներ, ինքնազբաղվածներ, ինչ բնագավառում որ կաշխատեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Այս կյանքում դուք ընտրված եք որպես Քրիստոսի վկաներ։ Ես իմիջիալոց պատգամից վերնագիրը նախորդ միջև որոշել էի Քրիստոսի վկաներ դնել, հետո փոխվեց դարձավ բարի համբավ։ Ամեն դեպքում դուք պետք է Քրիստոսի վկաներ լինեք, ամեն բնագավառում, որտեղ որ ապրում եք, որտեղ որ աշխատում եք, որտեղ որ արարում եք, ստեղծում եք։ Խաղաղարարներ, դուք պետք է խաղաղություն պետք է դուրս գա ձեզանից, ձեր հետ շփվելուց պետք է մարդիկ խաղաղվեն։ Տեր Հիսուս Քրիստոսը Երանիների 9-րդ կետում, Մատթեոս 5-րդ գլխում ասում է Երանի խաղաղարարներին, որտեղ նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Խաղաղություն անելը մեզանից կախված։ Հռոմեացիների գրքում գրված է, եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությամբ մնացեք։ Որքան որ հնարավոր է, որքան որ ձեզանից է կախված, խաղաղությամբ մնացեք մարդկանց հետ։ Կռվի մեջ Աստված չի բնակվում։ Աստված կռիվների մեջ չի բնակվում։ Աստված բնակվում է խաղաղության մեջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսին շատ հալածեցին, շատ չարչարեցին, տարբեր տեսակ բաներ արեցին, հիմա չեմ ուզում անդրադառնամ, բայց նա ամեն մեկի հետ խաղաղությամբ էր պատասխանում, ամեն մեկին խաղաղությամբ էր ճանապարհում։ Ոչ մեկի մոտ չթշնամացավ, ոչ մեկի համար ինքը անձամբ իհարկե թշնամիներ ունեին, բայց դրանք սատանայից էին առաջնորդված։ Ինքը իրեն ոչ մեկին թշնամի չսարքեց։ Ապրեց սուրբ կյանք, ապրեց ճշմարիտ կյանք եւ հիմա սովորեցնում է, որ մենք նույնպես կարողանանք այդ կյանքով ընթանանք։ Բարի համբավ ունեցեք, սիրելիներ։ Շատ կարևոր եւ մեծ ավետարանչություններից մեկը դա բարի համբավն է։ Չորրորդ կետը դա ծառաներ կամ մշակներ, Աստվածաշունչն է այդպես կոչում։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ աշխատում են ինչ-որ մեկի ենթակայության տակ։ Ինչ-որ մի հիմնարկում, ունեն տնօրեններ, բրիգադիրներ, վերադասներ։ Սիրելիներ, ինչ-որ անում եք, Քրիստոսին հաճելի արեք։ Որտեղ որ աշխատում եք, այնպես վարվեք, որպեսզի ձեր տնօրենները ապշեն, զարմանան եւ միգուցե եւ սկսեն մտածել, թե սրանք որտեղից են, սրանք ովքեր են, ես ինչ տեսակ մարդիկ են, ինչ Աստծո են սրանք պաշտում եւ փնտրեն այն Աստծուն, ում որ դուք երկրպագում եք։ Եփեսացիների 6-րդ գլուխ 5-ից 8 համարները։ Ծառաներ, ձեր մարմնավոր տերերին հնազանդ եղեք, վախով եւ դողալով, ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես Քրիստոսին։
Ոչ թե մարդկանց աչքի առաջ հաճելի եղողների պես ծառայելով, այլ ինչպես Քրիստոսի ծառաներ, որ սրտանց Աստծու կամքն են կատարում, հոժարությամբ ծառայելով Տիրոջը, եւ ոչ թե մարդկանց։ Իմացեք, որ ամեն մեկը ծառա թե ազատ, ինչ բարիք որ անի, նույնը Տիրոջից կստանա։ Սիրելիներս, եթե դու աշխատում ես ինչ-որ մի աշխատավայրում, եթե այդ աշխատավայրի տնօրենի կամ բրիգադիրի եղած ժամանակ եւ նրա բացակայության ժամանակ քո աշխատունակությունը ընկնում է, քո OGG-ն իջնում է, օգտակար գործողության գործակիցը իջնում է, այստեղ վտանգ կա։ Նշանակում է դու մաքուր չես։ Ոչ քո Տիրոջ առաջ, աշխարհի տնօրենի առաջ, ասենց ասեմ լավ, ոչ Տեր Հիսուս Քրիստոսի առաջ։ Նշանակում է, որ դու մաքուր չես։ Աստվածաշունչը հորդորում է մեզ, որ ինչ որ անես անկեղծությամբ ինչպես Քրիստոսին։ Անկախ նրանից այդ տնօրենությունը այդտեղ է, բրիգադիրը այդտեղ է, անկախ նրանից դու առաջին հերթին պատասխանատու ես Աստծո առաջ։ Մի քիչ կոպիտ կլինի, խնդրում եմ կներեք, ըմբռնումով մոտեցեք։ Եթե դու տնօրենի ներկայությամբ պատրաստում ես 6 հատ կարկանդակ, իսկ տնօրենի բացակայության ժամանակ պատրաստում ես 4 հատ կարկանդակ, դու գողանում ես 2 կարկանդակ։ Սա ճշմարտություն է, սիրելիներս։ Դու գողանում ես այդ տնօրենից 2 կարկանդակ, որովհետև դու ունեիր այդ հնարավորությունը անելու եւ չարեցիր։ Միգուցե ֆիզիկապես տկարացել ես, հոգնել ես, ես չեմ ուզում սարսափելի ծայրահեղության մեջ ընկնեք։ Բայց այդ ամեն ինչի համար կա զրույց, կա խոսակցություն, գնաք ձեր տնօրենի հետ խոսակ, զրուցեք, մի քիչ շուտ գնամ տուն, մի քիչ եւ այլ եւ այլ։ Բայց եթե դու այնպիսի սրտի դիրք ունես, որ տնօրենի բացակայության ժամանակ քո աշխատունակությունը ընկնում է, դա վտանգավոր է։ Կողոսացիների 3-րդ գլուխ 22-25 համարները։ Ծառաներ, ձեր երկրավոր տերերին ամեն բանում հնազանդ եղեք, ոչ թե ծառայեք, երբ ձեզ հսկում են եւ նրանց հաճոյանաք, այլ անկեղծ սրտով, Աստծոց երկյուղելով։ Ինչ էլ որ անեք, սրտանց արեք, ինչպես կանեիք Տիրոջը եւ ոչ թե մարդկանց համար։ Իմանալով, որ Տիրոջից ժառանգության հատուցում կստանաք, որովհետև Տիրոջը Քրիստոսին եք ծառայում, բայց անիրավը հատուցում կստանա իր արած անիրավությունների համար, ոչ մեկի համար աչառություն չկա։ Աստվածաշունչն ասում է, որ անիրավը հատուցում կստանա իր անիրավության համար, ոչ մեկի համար աչառություն չկա։ Եթե դու հավատացյալ ես, աշխատում ես մի հիմնարկում, որտեղ որ բոլոր անձնակազմը աշխարհիկ ժողովուրդ են, տնօրենությունը աշխարհիկ ժողովուրդ է, դա քեզ արտոնություն չի տա, որ դու այդ անիրավությունից զրկվես, այդ չեմ ուզում ասեմ անեծքից, բայց չգիտեմ ոնց ասեմ, որ Աստված չորտնի քեզ լավ այդ գործից։ Դա քեզ իրավունք չի տալու, միևնույն է, ոչ մեկի համար աչառություն չկա, Աստված արդար դատավոր է, Աստված կատարյալ դատավոր է, եւ Աստված ստեղծել է այն մարդկանց, ովքեր որ հիմա աշխարհում են, միայն հավատացյալներին չի ստեղծել, սիրելիներս, եւ նա բոլորին հավասար է սիրում։ Մեզ Առակաց գրքում մի հետաքրքիր բան կա, մրջյունի հետ է համեմատում Սողոմոնի իմաստունը։ Ասում է, չեմ ուղարկել ծառայողներին, այս համարը գրված է մրջյունի մոտ գնա ով ծույլ, նրա ճանապարհները տես իմաստուն եղիր, նա ղեկավար, զորական կամ կառավարող չունի։ Տեսեք, մրջյունը, որ մրջյունը զորավար, ղեկավար, վերադաս չունի, բայց աշխատասիրությամբ երևի թե աչքի ընկնում ամենաակտիվը կենդանիների մեջ։ Եվ Առակաց գիրքը մեզ սովորեցնում է, որ մենք պետք է նրանից օրինակ վերցնենք եւ մեզ ծույլ է անվանում։ Երբ որ մենք ինչ որ մեկի իշխանության տակ լինելով ենք միայն աշխատում։
Դա կոչվում է վախ մարդուց, դա կոչվում է կոմպլեքսներ մարդուց, եւ դա Աստծուն հաճելի չի։ Մենք միայն Տիրոջից պետք է երկյուղով լցված լինենք։ Դուք աշխատեք Աստծուն հաճելի կյանք, աշխատեք ձեր աշխատանքի վայրում Աստծուն հաճելի կերպով եւ չկասկածեք, Աստված այնպես կորտնի այդ գործը եւ միգուցե շատ շուտ դուք այդ կարգավիճակից կդառնաք տնօրեններ, ձեր հավատարմության, ձեր գործին նվիրվածության պատճառով, տնօրենի սրտի հետ Աստծու համար անհնարին բան չկա։ Այդ մի այսքան տնօրենը Աստծու համար ոչինչ է, որ նրա սիրտը փոխի եւ նրա վերաբերմունքը փոխի ձեր նկատմամբ եւ դուք դառնաք այդ հիմնարկում որևիցե մի պաշտոնյա։ Բայց դուք պետք է լինեք Աստծու կամքի մեջ։ Դա ձեզանից պահանջվում է։ Կլինեն իհարկե մեր մեջ մարդիկ, ովքեր կասեն, ախր դու չգիտես մեր տնօրենը ով է, ախր դու չգիտես նա ինչ դաժանն է, ախր դու չգիտես նա ինչ սարսափելին է, իր մոտ հնարավոր չի, իր մոտ ինքը Աստվածաշունչը սրան էլ պատասխան ունի։ Մենք մի անխուսափելի է փախուստը։ Աստվածաշունչը սրան էլ է անդրադառնում։ Առաջին Պետրոս 2:18-20 համարները։ Ծառաները թող ամենայն երկյուղով հնազանդ լինեն տերերին, ոչ միայն բարիներին, հեզաբարոներին, այլ նաև ժանտաբարոներին։ Քանի որ շնորհ է, եթե որևէ մեկը համբերում է անարդարացիորեն վրա հասած նեղություններին, գիտակցելով Աստծո գոյությունը, քանի որ ինչ երախտիկ կա մեղանչելու եւ հարվածները հանդուրժելու մեջ, իսկ եթե բարիք գործեք եւ չարչարվեք ու համբերեք, դա է շնորհը Աստծո առաջ։ Կան բարի տնօրեններ, կան չար տնօրեններ, ժանտաբարո տնօրեններ, բայց մեր գործը նրանց դատելը չի, մեր գործը Աստծուն ենթարկվելն է, Աստծո խոսքի մեջ մնալն է, դիմանալ նեղություններին։ Որևէ մեկը, եթե անարդարացիորեն վրա հասած նեղություններից տրտնջում է, պետք է գիտակցի, որ Աստված գոյություն ունի։ Պետք է գիտակցի, որ Աստված կա։ Մեր տատիներն ասում են, չէ, վերև Աստված կա։ Սիրելիներս, վերև Աստված կա։ Ամեն բան տվեք նրան, մի անիծեք, դատաստանը թողեք նրան եւ չհուսահատվեք, ամեն բան շատ շուտ կպատասխանվի եւ կընկնի իրենց տեղերը։ Տեր Հիսուս Քրիստոսը ավետարաններում խոսում է մեկ մղոն գնալու պատմության մասին, այնտեղ ուրեմն հրեաները մի ավանդույթ ունեին, դա Մովսեսի օրենքը չի, դա ուղղակի նրանց ազգային ավանդույթներից է, երբ որ հռոմեացի զինվորները գալիս էին, հրեաներից ինչ որ մեկին ասում էին, որ մեզ օգնի, որ մի մղոն գնանք, զենքերը, սպառազինությունը օգնիր տանենք, հրեաներին ավանդույթ ունեին այդ մարդկանց հանդեպ հարգանք ցույց տալու եւ մեկ մղոն այդ մարդկանց օգնելու, այդ ամեն ինչը տանելու ճանապարհ ցույց տալու։ Տեր Հիսուս Քրիստոսն եկավ եւ սովորեցնում է, որ եթե ձեզ ասեն, որ եկեք մեկ մղոն մեզ ճանապարհ դրեք, դուք երկուսը գնացեք։ Այսուհետև որպես իմ աշակերտներ ձեր կողմից թող մեկ բան էլ ավել լինի։ Չլինի, որ պահանջվածի չափով արեցիք, իհարկե պատվիրատուն բավարարված է, դուք բավարարված եք, պլանը կատարել եք, ամեն բան նորմալ է, ամեն բան ընտիր է։ Քրիստոնյան պետք է սրտի մեջ ընծայելու, նվիրաբերելու, զոհաբերելու կամք ունենա։ Մի մղոն էլ քեզանից գնա։ Պատվիրված է 6 կարկանդակ։ Ունես հնարավորություն, ժամանակը հերիքում է, ֆիզիկապես չես տկարացել, 7-րդը սարքի, թողան տեսնեն ու փառավորեն քո Աստծուն, թողան տեսնեն ու ասեն ով է այս մարդը եւ կողքից վկայեն ասեն դա մի հավատացյալ եղբայր է կամ քույր է եւ սկսեն փնտրել քո Աստծուն եւ
այն Աստծուն, որին որ դու ես երկրպագում եւ ուզենան նմանվեն քեզ, որովհետեւ դու նմանվում ես Տեր Հիսուս Քրիստոսին։ Դու ճիշտ ճանապարհի վրա ես։ Իսկ պակաս պատրաստելու ժամանակ հույս չունենաք, որ ինչ որ մեկը կուզենա ձեզ նմանվել, եւ դա շատ վատ կլինի։ Լինում են իհարկե բողոքներ աշխատավայրում, որ ես այսպիսի մասնագետ, տարիներ շարունակ ես գործի մեջ, ստանում եմ X ռուբլի, երեկ 1, այսօր 2, ինչ որ մեկ է եկել է, արդեն ինքն էլ է X ռուբլի ստանում։ Դա մեծ գայթակղություն է, համաձայն եմ, բայց դա աշխարհիկ մարդկանց համար է այդ գայթակղությունը։ Մեր համար դա չի կարող գայթակղություն լինել, որովհետև մենք Քրիստոսի աշակերտներն ենք, մենք նորովի ծնված անձինք ենք, մենք նորովի ծնված մարդիկ ենք։ Մեր մտածելակերպը պետք է շինված լինի եւ փոխված լինի Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով։ Մի առակ կա, երբ որ Տեր Հիսուսը անդրադառնում է այս պատմությանը, առավոտ ելնում է ինչ-որ մեկին կանչում է աշխատանքի եւ նրան մի դահեկան է տալի։ Կեսօրին նորից ելնում է կանչում է երկրորդին, նրան էլ է մի դահեկան տալի։ Եկեք ռուբլի ասեմ, որպեսզի պարզ լինի։ Մեկին երկրորդին էլ է 1 ռուբլի տալիս։ Երեկոյան ու ժամին երրորդին է կանչում, նրան էլ է 1 ռուբլի տալիս։ Եվ ամենավերջում ինչ որ մեկին էլ է կանչում եւ նրան էլ է 1 ռուբլի տալիս, որ արդեն մնացել էր աշխատանքին 10 րոպե վերջանար։ Եվ օրվա վերջում այն առավոտ շուտ եկած աշխատողը բողոք է ներկայացնում։ Ինչպես թե ես էլ առավոտից գամ 1 ռուբլի ստանամ, երեկոյան արդեն աշխատանքին 5 րոպե մնացել ավարտին, նա էլ 1 ռուբլի ստանա։ Եվ Տեր Հիսուսը այսպես է պատասխանում։ Մատթեոս 20-րդ գլուխ 13-15 համարները։ Նա նրանցից մեկին պատասխանեց ու ասեց. «Ընկեր, ես քեզ չեմ զրկում, չէ՞ որ դու ինձ հետ 1 դինարով համաձայնվեցիր, 1 ռուբլիով համաձայնվեցիր։ Վերցրու քոնը ու գնա։ Ես ուզում եմ այս վերջինին եւս վճարել այնքան, որքան քեզ։ Միթե ես իրավունք չունեմ ուզածիս պես վարվելու ուզածիս հետ, ունեցածիս հետ։ Թե գուցե նախանձում ես, որ ես բարի եմ։ Թե գուցե մենք նախանձում ենք, սիրելիներս։ Մենք ունենք պայմանավորվածություն մեր տնօրենության հետ, որ տվյալ աշխատանքի դիմաց ստանալու ենք հետևյալ գումարը։ Սիրելիս, մի թողեք նախանձի ոգին աշխատի ձեր վրա։ Մի թողեք ձեր ուղեղը լցնի թույնով։ Օրհնեք նրա աշխատանքը, օրհնեք նրա աշխատավարձը, օրհնեք տնօրինությանը, որ ձեր պայմանավորության չափով ձեզ տրվել է։ Օրհնեք, փառավորեք Աստծուն, որ ունեք աշխատանք եւ ունեք աշխատավարձ։ Մի թողեք, որ այդ նենք ոգին մտնի եւ սկսի ձեր ներքնաշխարհը քանդել եւ փոթորիկներ բերել։ Ազատագրվեք այդ մտքերից, ազատ թողեք։ Ձեր գործը չի ով ինչքան է ստանում։ Երեք չառաջորդն եկե, մի ամիս առաջ եկե, թե հենց նոր եկավ, ինչքան կուզի տնօրենը այնքան էլ կտա, ձեր ինչ գործն է։ Թե միթե նախանձում եք, որ նա բարի է։ Ձեր այդ վարքով, սիրելիներս, մենք մեր այդ վարքով, ինչ չառանձնացնեմ, մենք կունենանք բարի համբավ մեր աշխատավայրերում։ Մենք կունենանք բարի վկայություն եւ կունենանք Տեր Հիսուս Քրիստոսին նմանվելու պոտենցիալ, որ մարդիկ կտեսնեն եւ իրոք կհասկանան, որ այս մարդիկ ուրիշ մարդիկ են։ Այս մարդիկ սովորական մարդիկ չեն, որովհետեւ իրականում մենք ուրիշ մարդիկ ենք։ Եթե այստեղ նոր եկած, առաջի անգամ եկած մարդիկ կան, ես դա Աստվածաշնչյան հիման վրա եմ ասում, սիրելիներս, խնդրում եմ չգայթակղվեք, մենք վերստին ծնված մարդիկ ենք, մենք վերստին ծնունդ ապրած մարդիկ ենք։ Այսօր դուք կգաք առաջ, եթե կաք այստեղ, դուք էլ կաղոթեք, դուք էլ կընդունեք Տիրոջը, դուք էլ վերստին կծնվեք, դուք էլ կդառնաք մեր հոգևոր քույր եղբայրները։ Բայց մենք տարբերվում ենք աշխարհից, մենք վերստին ծնված ենք։ Եվ մեր վարքը, մեր արարմունքը, մեր բարի համբավը եւ բարի վկայությունը նույնպես պետքա տարբերվի։ Մենք պետքա չկերպարանվենք այս աշխարհի կերպարանքին։ Եվ ամեն ժամանակ կարողանանք առանձնանանք աշխարհից։ Ամեն ինչով, թե արտաքին տեսքով, թե բնավորությունով եւ որ ամենակարևորն է եւ մեր վարքով։ Ունեցեք բարի համբավ, սիրելի աշխատողներ։ 5-րդ կետը
5-րդ կատեգորիան իհարկե մեր տնօրեններն են։ Մարդիկ, ովքեր իրենց ենթակայության տակ ունեն աշխատողներ։ Սիրելիներս, Աստված, Աստվածաշունչը ձեզ էլ անդրադառնում։ Դուք էլ գործ ունեք անելու ձեր բնակավարներում, որտեղ որ աշխատում եք։ Աստվածաշունչը ձեզ չի անտեսել եւ ձեզ էլ անդրադարձել։ Սիրելի գործատուներ, սիրելի տնօրեններ, սիրելի տերեր, նախ փառք մեր Տիրոջը, որ ունեք հնարավորություն, իմաստություն, որ ստեղծում եք աշխատատեղեր, որ մարդիկ աշխատում են, մարդիկ գործնվում են, ունեն աշխատավարձներ։ Փառք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Բայց դուք որպես տնօրեններ պետք է գայթակղություն չդառնաք ձեր աշխատողների համար։ Ձեզանից կախված ձեր պարտականությունները պետք է կատարեք Քրիստոսին հաճելի կերպով։ Ձեր վարքը, ձեր դրսևորումները պետք է չնմանվեն հին դարյան, հին ժամանակների ստրկատիրական կարգերին։ Մի մոռացեք, սիրելիներս, մի մոռացեք։ Աստված մարդուն ստեղծել է իր կերպարանքով եւ իր նմանությամբ։ Երբ որ դու անարգալից ձևով ես վերաբերվում դիմացիդ մարդու հետ, նա մանավանդ երբ որ նա աշխարհի կա, դու անարգալից ես վերաբերվում Աստծո ստեղծագործության հետ, այն միակ ստեղծագործության հետ, որը որ անկրկնելի է, որը որ յուրահատուկ է Աստծո առաջ, որի համար, եթե այդ մեկը լիներ աշխարհում, Տեր Հիսուս Քրիստոսը կթողեր իր փառքը ու կգար կխաչվեր։ Այդ մարդն է քո դիմաց կանգնած։ Ուշադիր եղիր, սիրելիս, որ գայթակղություն չդառնաս, ուշադիր եղիր, որ քո բարի համբավը չվաճառես մի քանի գրոշի հետ, մի քանի կոպեկի հետ եւ Աստծուն հաճելի կյանք ունեցի։ Աստծո պատվիրանների մեջ մնա։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, տիեզերքի արարիչը, տիեզերքի ստեղծողը, տիեզերքը բռի մեջ չափողը, եկավ մարդ դարձավ, այն էլ ինչպիսի մարդ, ծառա դարձավ։ Իսկ մենք ընդամենը 2 հոգի ունենալով մեր ենթակայության տակ, մեր հետ շատ դժվար է խոսալը, որտեղ մենք արդեն տնօրեններ ենք։ Մեկ մոտիկանում ես ինչ-որ մի հիմնարկության, ինչ-որ մեկը նստած ու այդ ժամանակ դու իրանից ես կախված, ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրի, ինչ-որ վերաբերմունք պետք է ցույց տա ու սկսում է ինքը ասենց մեծանալ, բարձրանալ, ինքը իրան արդեն ինչ-որ դիրքից նայել, ասում ես փառք ես Հիսուս ջան, որ այս մարդը պրեզիդենտ չի դառը, թե չէ երկրի վիճակը անտանելի կլիներ։ Ընդամենը մի քանի հոգի ուր իր ենթակայության տակ։ Բաց թողենք մեր այդ տնօրեն կարգավիճակը, իհարկե սուբարդինացիա պահելը շատ կարևոր է գործի մեջ, աշխատանքի մեջ, իհարկե մարդիկ պետք է գիտակցեն, որ դու տնօրեն ես, բայց դու քո համեստությունով, քո խելացիությունով, քո ճշմարտությունով, քո պարտականությունները կատարելով, քո դիսցիպլինայի մեջ մնալով պետք է լինես տնօրեն, ոչ թե ղժղժալով, գորգռալով, աշխատավարձները կտրելով, պահելով, չգիտեմ, տարբեր տեսակ Աստծուն ոչ հաճելի քայլեր անելով։ Կողոսացիների 4-րդ գլուխ 1-2 համարը։ Տերեր, հավասարությամբ եւ արդարությամբ վարվեք ծառաների հետ, գիտենալով, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։ Մշտապես աղոթեք ու գոհունակությամբ արթուն կացեք նրա մեջ։ Գիտեիք, որ պետք է աղոթեք ձեր աշխատողների համար։ Ովքեր որ չգիտեին, այսուհետև խնդրում եմ, աղոթեք ձեր աշխատողների համար։ Շատ կարևոր է։ Սեփական վկայությունը մի ուրիշ անգամ կտամ այդ վկայությունը, աղոթել եմ եւ աշխատողս օրհնվել է, իմաստությունով լցվել է, գիտությունով լցվել է, դարձել է արտակարգ մասնագետ։ Հինգերորդ խոսքում նույն համարի գրված է ոչ քրիստոնյաների հետ իմաստությամբ վարվեք, առիթն օգտագործելով։ Ոչ քրիստոնյա աշխատողների հետ, սիրելի
տնօրեններ, սիրելի գործարարներ, վարվեք առիթն օգտագործելով, որպեսզի ինչ որ անեք, ինչ որ լինեք, ինչում որ ընթանաք, ինչում որ առաջնորդվեք, միայն Աստված փառավորվի։ Ինչ որ կանեք, առաջնահերթ խնդիրը դրված լինի ապաշխարությունը։ Մարդիկ ցանկանան ձեզ նմանվել, սիրեն ձեզ, ուզենան ձեր հետ շփվեն, ուզենան ձեր հետ հարաբերվեն, ուզենան ձեր բնավորությունից իրենք էլ ունենան, բայց այն բնավորությունից, որը որ օծել է եւ օրհնել է Տեր Հիսուս Քրիստոսը։ Դուք նմանվեք Տիրոջը եւ մարդիկ թող դառնան եւ դա թող դառնա մարդկանց ապաշխարության առիթ։ Շատ խիստ, ոչ այնքան խիստ Հակոբոսը, բայց ավելի խիստ օրինաց գրքում է գրված, հերթով կկարդամ աշխատավարձների մասին։ Եվ առհասարակ Աստված արդար կշեռքին շատ մեծ ուշադրություն է դարձնում։ Ես որ Աստվածաշունչը կարդում եմ, ուղղակի ապշում եմ Աստծո համար ինչքան կարևոր է արդար կշեռքը։ Աստծո համար շատ մեծ նշանակություն ունի արդար կշեռքը։ Հակոբոս առաքյալը 5-րդ գրքում 4-րդ գլխում այսպես ասում. Ահա աղաղակում է վարձը այն մշակների, որոնք ձեր արտերում աշխատեցին եւ դուք նրանց վարձը պահեցիք։ Հնձողների աղաղակները զորությունների Տիրոջ ականջին հասան։ Սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի տնօրեններ, գործարարներ, մի զրկեք աշխատավարձից, ի սկզբանե որոշված կամ պայմանավորված, մի փոխեք արհեստականորեն իրավիճակները, թե բա բանկրոտ գնացինք, թե բա գործը չստացվեց, թե բա եւ այլ։ Օրհնությունը երկնքից է։ Գործը չստացվեց, որովհետեւ Աստված նախորդ գիտեր քո սրտի դիրքը, որ պիղծ է եւ արատավոր, որ դու որոշել ես, որ գողանաս աշխատողի աշխատավարձը եւ սատանան առիթից չօգտվելով հարվածեց եւ քո գործը թարս գնաց։ Ի սկզբանե, եթե քո սիրտը մաքուր լիներ, ի սկզբանե, եթե դու քո որոշումները կայացրած լիներ, որ այս պետքա անենք ու այսքանը պետքա հատկացնենք աշխատողներին, հավատացեք Աստծո պաշտպանությունը կլիներ եւ ոչ մի կերպով սատանան չէր կարողանա գողանալ։ Մի զրկեք աշխատողին իրենց աշխատավարձից։ Տիրոջ երկյուղն ունեցեք եւ նրա երկյուղով լցված ապրեք Քրիստոսին վայել կյանք։ Ամեն ժամանակ բարի համբավ ունեցեք։ Երեմիա մարգարեություն 22-րդ գլուխ 13 համար։ Վայ նրան, որ իր տունն անարդարությամբ է կառուցում եւ իր վերնատները անիրավությամբ, որ իր դրացուն ձրի է բանեցնում եւ նրա վարձը չի տալիս։ Աստված ասում է վայ նրան եւ վայ նրան, ում որ Աստված ասում է վայ նրան։ Երկրորդ օրինաց 24-րդ գլուխ 14-15-րդ համարը։ Աղքատ եւ կարիքավոր վարձկանին չզրկես։ Լինի քո եղբայրներից մեկը կամ քո երկրում, քո քաղաքում գտնվող օտարականներից։ Նույն օրը արեգակը դեռ մայր չմտած, կհատուցես նրա վարձը, որովհետև նա աղքատ է եւ սրտանց սպասում է դրան։ Չլինի թե նա, որ քո մասին բողոքի Տիրոջը եւ դու մեղքի տեր դառնաս։ Սա այն էր, ինչ որ մի քիչ առաջ ասում էի։ Սիրելի գործարարներ եւ տնօրեններ, ես գիտեմ, որ դուք գործարարներ եւ տնօրեններ չեք ծնվել։ Եղել եք բանվոր դասակարգում, միգուցե ոմանք հորից ժառանգած մի անգամուց ունեցել են, բայց հիմնականում եղել են բանվոր դասակարգ, ծառաներ, մշակներ եւ հետո նոր դարձել են գործարարներ։ Որքան տհաճ է, որքան զզվելի է, երբ որ դու սպասում ես աշխատավարձին եւ քեզ գալիս են ասում են այսօր աշխատավարձ չի լինելու։ Իհարկե նորից մենք չենք խոսում ծայրահեղությունների մասին, եթե աշխատանքի վայրում լինում է ինչ-որ
անախորժություններ, չգիտեմ, տարբեր տեսակի պատճառներ կարող են լինել, հարկավոր է աշխատողների հետ հավաքվել, զրուցել, պատճառները բացատրել, որ այսօր չի լինի, վաղը կլինի, մխիթարել, հույսի հավատքի խոսք ներառել այդ մարդկանց եւ այդ մարդիկ ձեզ օրհնելով, Աստծուն օրհնելով, փառավորելով գնան տուն եւ սպասեն այն օրվան, երբ որ խոստացել եք։ Ծայրահեղության մեջ չենք ընկնում։ Տոկոսի տակ չենք ընկնում, բերենք աշխատավարձանք, որ հետո ցանկալի է, որ այդպես չլինի, ցանկալի է, որ խորագետ լինենք եւ նախորոք առանձնացնենք։ Բայց Աստծո խոսքն ասում է, չլինի թե քո մասին բողոքի տիրոջը ու դու մեղքի տեր դառնաս։ Եղեք ուշադիր, սիրելիներս, որ ձեր պատճառով մարդիկ չգայթակղվեն ձեր աշխատավայրերում, ձեր այն բնակավարներում, որտեղ որ դուք կաք, բարգավաճում եք, ծլում եք եւ ծաղկում եք։ Եվ վերջում Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 12-17 համարները։ Պետրոս առաքյալը այսպես է ասում, հորդորում մեզ բոլորիս։ Հեթանոսների մեջ լավ վարք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրը։ Արդհանուն Տիրոջ հնազանդ եղեք մարդկային ամեն իշխանության, թե թագավորին որպես գերագույնի, թե կառավարիչներին, ինչպես նրա կողմից ուղարկվածների, չարագործներին պատժելու, իսկ բարեգործներին գովելու համար, որովհետև Աստծո կամքը այն է, որ բարի գործերով լրացնեք անխելք մարդկանց տգիտությունը, որպես ազատներ եղեք եւ ոչ թե ազատությամբ իբրև չարության քողարկողներ, այլ ինչպես Աստծուն ծառաներ եղեք։ Բոլորին պատվեք, եղբայրությունը սիրեք, Աստծուց վախեցեք, թագավորին պատվեք։ Աստծո խոսքը մեզ հորդորում է, որ բարի գործելով լրացնենք անխելք մարդկանց տգիտությունը։ Եթե դու կոնֆլիկտի մեջ ես մտնում աշխարհում, ես համարում եմ անխելք մարդ, քանի որ նրանց ովքեր որ մերժում են Տեր Հիսուս Քրիստոսին, համարձակ հայտարարում եմ դա անխելքություն է։ Եթե դու աշխարհում հանդիպում ես անխելք մարդու հետ, ինչ որ կոնֆլիկտ, ինչ որ խոսակցություն, ինչ որ վիճաբանություն, Աստծո խոսքը քեզ այսպես է սովորեցնում. լրացրու անխելք մարդուն բարիք գործելով։ Չկա ուրիշ տարբերակ։ Չկա, սիրելիներս, ամբողջ ավետարանը քրքրեք։ Տեր Հիսուս Քրիստոսը ուրիշ ոչ մի կերպ չէր լրացնում անխելքներին։ Առակներով, ուսուցանելով, խրատելով, սիրելով, գուրգուրելով, հաղաքշելով, Աստված կռիվների մեջ չի բնակվում։ Եկեք կայնենք ոտքի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք հիմա պետք է աղոթքով գանք, մեր տարեմուտը պետք է սկսենք աղոթքով։ Աղոթենք, որ Տերը փոխի մեր կյանքերը, մեր իրավիճակները, այն ինչի մեջ, որ դու քեզ սիրելի քուր ես եւ եղբայրս տեսար ես խոսքի մեջ, խնդրում եմ ամուր բռնես, խնդրում եմ ամեն ժամանակ խոսքի շուրջ մտածես, ամեն ժամանակ խորհես եւ որ պատուղ տա քո սրտում եւ որ ծառ դառնա եւ որ հետագայում քո այդ տվյալ ծառից տված պատուղներից օգտվեն մյուսները։ Եկեք խոնարհեցնենք մեր գլուխները։ Շնորհակալ ենք սիրելի Հայր։ Շնորհակալ ենք քո գերագույն ներկայության համար, Տեր։ Շնորհակալ եմ, որ օրհնեցիր Տեր իմ Աստված։ Այս խոսքը, Տեր, ես հավատում եմ, Տեր, որ հենց դու կամեցար այս խոսքը, որ ես խոսամ, Տեր։ Ես հավատում եմ, որ հենց դու որոշեցիր, Տեր իմ Աստված։ Ես խնդրում եմ Տեր իմ Աստված,
իմ գանձ, իմ սքանչելի Սուրբ Հոգի։ Միգուցե ես էլ այլևս հնարավորություն չունենամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ անգամ նույն բանը ասելու քրոջս եւ եղբորս։ Եվ կարիք էլ չկա, որ դա այդպես լինի։ Շատ կարևոր է Սուրբ Հոգի, որ այսուհետև դու խոսաս Տեր։ Ամեն օր, ամեն ժամանակ, մինչև մյուս պատգամը, մինչև մյուս ուսուցումը, որ քեզանից կստանանք Տեր։ Ամբողջ շաբաթվա ընթացքում Սուրբ Հոգի, խնդրում եմ հիշացնես Տեր, խնդրում եմ սովորեցնես, խրատես Տեր իմ Աստված, խնդրում եմ հանդիմանես Տեր իմ Աստված, խնդրում եմ առաջնորդես Տեր, ամեն ժամանակ մեր գլխից, մեր ուղեղից, մեր սրտից դուրս չգա Տեր, այն ինչ որ պատրաստեցիր մեզ համար Տեր իմ Աստված, այն կերակուրը Տեր իմ Աստված, որ մատուցեցիր Տեր, խնդրում ենք, որ նորոգում լինի Տեր, մեր կյանքերի համար, եւ այս նոր տարին Տեր իմ Աստվածից 2025 թվականը, որ մենք պետքա ելնենք դուրս Տեր իմ Աստված, պետքա մտնենք մարդկանց մեջ, պետքա մտնենք մեր անապաշխար ընտանիքները, պետքա մտնենք մեր ուսումնական հաստատությունները, պետքա շփվենք այն մարդկանց հետ, ում հետ որ գործ ենք ունենում, պետքա շփվենք մեր տնօրինության հետ, մեր աշխատավայրերում Տեր, եւ պետքա շփվենք մեր ենթակայության տակ գտնվող մարդկանց հետ Տեր, խնդրում ենք Տեր, որ 2025 թվականը Տեր, լինի նորովի մարդկանց երևալու տարի Տեր իմ Աստված, մարդկանց առաջ կանգնելու նորովի Տեր, քո հոգով օծված, քո հոգով մկրտված, քո հոգով իմաստություն ստացած, քո հոգով խրատված Տեր իմ Աստված, ամեն ժամանակ մարդկանց հետ վարվենք այնպես, որ մեր առաջնահերթ Տեր իմ Աստված նպատակը լինի նրանց հոգիները շահելու քո համար, քո թագավորության համար Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ հետո նոր անցնենք գործնական եւ նյութական բաժնին։ Թող որ մեր հետ մարդկանց հետ շփվելը Տեր, քեզ փառք բերի Տեր, որ ուտենք եւ խմենք ինչ որ անենք Տեր իմ Աստված, քո անունը փառավորվի Տեր, որ շարժվենք Տեր իմ Աստված, որ խոսենք Տեր, որ մարդիկ մեր մեջ տեսնեն քեզ Տեր Հիսուս Քրիստոս, որ կարողանանք Տեր ոչ թե բերանի քարոզչությամբ Տեր, ոչ թե խրատներով, ոչ թե աղոթքով Տեր, այլ կերպարանափոխվելով Տեր, քո կերպարանքին նմանվելով Տեր, ավետարանենք իմ Աստված, որ կարողանանք քեզ ցույց տալ այս աշխարհում։ Դու ասում ես Տեր, դուք եք աշխարհի ճրագը, դուք եք աշխարհի աղը, դուք եք աշխարհի լույսը, եւ մենք ուզում ենք Տեր իմ Աստված, որ իրականում լուսատուներ լինենք Տեր, իրականում համ ու հոտ լինենք այս աշխարհում Տեր իմ Աստված, իրականում աղ լինենք, համ ունեցող աղ եւ ոչ թե անհամ Տեր, որ ոտի տակին արժանի Տեր, լինենք իրական քրիստոնյաներ Տեր եւ ոչ թե կեղծավորներ Տեր, ոնց որ դպիրներին էիր ասում, գնում եք սարերով, ձորերով, մարդկանց ճարում, բերում, ապաշխարության եւ հետո ձեր հետ անդունդ եք տանում։ Մենք խնդրում ենք Տեր իմ Աստված, որ քո տված իմաստությունով Տեր կարողանանք այդ մարդկանց գնանք, ճարենք, բերենք, վկայենք եւ դրանից հետո եւս թե դրսում, թե եկեղեցում Տեր իմ Աստված, մեր բարի համբավով, մեր բարի վկայությունով Տեր իմ Աստված, մարդկանց օրինակ ծառայենք, որպեսզի չգայթակղվեն, որպեսզի այն վայերը, որ ազատագրվել է գայթակղողների համար,
Տեր իմ Աստված մեզանից հեռու լինի, մեր վրա լինեն միայն քո օրհնությունները, քո արյան պաշտպանությունը, Տեր իմ Աստված, քո որոշված օրհնությունները, Տեր, շարժվեն քո տված իմաստությունով, Տեր, քո երկյուղը պատիր մեր վրա, Տեր, ամբողջովին, ամեն մեկից առանց բացառության, Տեր, քո երկյուղով, Տեր, ամեն հիմար դատարկ բառ, որ մեր բերանից դուրս կգա, Տեր, խնդրում ենք, որ հանդիմանես եւ մեր ամբողջ մարմնով ցնցանք եւ զգանք, Տեր, որ դու այդ պահին ներկա ես, Տեր, եւ մեզ սովորեցնում ես, Տեր, եւ ապաշխարենք, Տեր, եւ որ չլինենք գայթակղություն աշխարհի համար, Տեր։ Եվ ես հավատում եմ իմ Աստված, ես հավատում եմ, Տեր, եթե մենք կարողանանք մեզ քո կերպարանքին կերպարանակից վայել կերպով պահել, Տեր իմ Աստված, շատ կարճ ժամանակ, Տեր, եւ այս դահլիճը չի հերիքի, Տեր իմ Աստված։ Եվ ժողովուրդը, Տեր իմ Աստված, մի քանի անգամ կբազմապատկվեն, որովհետև աշխարհում հիմնական գայթակղությունը գալիս է մեր վարքից, Տեր։ Եվ մենք այսօր ապաշխարում ենք եւ խնդրում ենք քո Սուրբ Հոգու զորությունը, Տեր, որ օգնի մեզ փոխվենք, Տեր։ Փոխվենք, Տեր իմ Աստված, եւ քեզ հաճելի կյանք ունենանք, Տեր։ Նմանվենք քեզ, մեր գանձ, մեր սուրբ, մեր անարատ, մեր անկրկնելի, մեր չքնաղ, մեր սքանչելի, մեր սուրբ Հիսուս Քրիստոս։ Օրհնիր մեզ, Տեր, օծիր քո օծությունով եւ ուղարկիր աշխարհի մեջ, Տեր։ Փառավորվիր քո սուրբ անունով։ Թող որ փառավորվի Հայրը, թող որ փառավորվի Որդին եւ թող որ փառավորվի Սուրբ Հոգին։ Ամեն։ Աստված շատ օրհնի։